Բարև ձեզ, դուք եթերում եք։ Այո։ Լսում ենք ձեզ։ Շատ ուրախ եմ։ Եղբայր, որ մեր թորները, մեր երեխաները նվիրված են, ինչքան հիանալի, ինչքան հաճելի։ Ազնիվ խոսք ուղղակի ուրախությունից լացել եմ ես, այնքան եմ ուրախացել, անչափ։ Դուք ներկա եք եղել ամենքին, այո։ Ոչ, ներկա չեմ եղել, բայց TV-ի մեջ նայել եմ և հիացել եմ, ուղղակի հոյակապ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Ուշ կարողություն տա։ Եվ առողջություն։ Մերսի, այո, ամենից կարևոր առողջություն։ Շնորհակալություն ձեր զանգի համար։ Լսենք մյուս հեռախոսազանգը, ես ինչպես տեսնում եմ, ես չեմ կարողանալու այսօր իմ հարցերը ձեզ տալ, ոչինչ, վերապահությունը ամեն դեպքում ուրեմն մեր հայրենակիցներինն է։ Այո, բարև ձեզ։ Փորձենք մյուս ուրեմն։ Բարև ձեզ, լսում ենք։ Հելո։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում ենք։ Ուզում ենք կարող ենք մի հատ հատված լսել։ Հատված լսել, այսինքն դուք ուզում եք, որ ձեզ համար մեր երգիչները որից է մի բան կատարեն։ Այո, եթե կարելի է։ Իսկ դուք համերգիններ կա լինելու եք։ Անպայման, դրա համար ուզում ենք մի հատ լսենք։ Ուրեմն թող որոշեն մեր երիտասարդները։ Կերքենք, սիրով, պրոբլեմ չկա։ Տեսնում եք։ Մերսի։ Երկենք, հա։ Եթե կարելի է խնդրեմ։ Ես էլ սիրով կլսեմ։ Այսօր մզի համբարձում է, համբարձման անուշ գիշերը, Աստծո փառքի հարցում է, համբարձման անուշ գիշերը, համբարձման անուշ գիշերը, իմ յարին աղշում թշերը, իմ յարին աղշում թշերը, համբարձման անուշ գիշերը։ Շնորհակալություն հայտնենք ուրեմն մեր շատ հաճելի էր, քանի որ դեռ առայժմ չունենք ոչ մի հեռախոսազանգ, ես ուզում եմ հարցս ուղղել Ռուբեն քեզ։ Ինչ երգերից էր կազմված քո երգացանկը եւ ինչու հատկապես դու ընտրեցիր այդ երգերը։ Մի փոքր պատմի դրա մասին։ Ասեմ շնորհակալություն եմ, Սասնաերկիր խորագիրը հենց ասում է, որ պետք է լինի հենց մեր սասունցիական երգերը, ընդհանրապես ազգագրական հայրենասիրական երգեր։ Եվ ինչ հերթականությունը երգերի, ասեմ, սա մի յուրահատուկ համերգ է, հանդես, որտեղ երգիչները նաև դերասաններ են եւ մասնակցում են մոտ 120 պարողներ, որտեղ կան նաև դերասաններ, որտեղ պատմություն է ներկայացվում։ Ամեն երգի ժամանակ ներկայացվում է երգը եւ բարի միջոցով եւ նաեւ դերասաններից կազմված մի խումբ, որոնք իրենց գործը գիտեն, նաեւ երգիչները այդ պահին աշխատում են դերասանների հետ։ Իսկ երգերի հերթականությունը, ասեմ, հենց սկզբի մասում մենք հիշում ենք մեր սկզբում Սասունցի Դավիթ էպոսից հատվածներ են գնում, խոսքեր է գնում, այնուհետև երգերի ժամանակ հերթականությունով հիշում ենք մեր զոհերին, որտեղ նաեւ իր մասնակցությունն է ունենում մեր վարպետը Ներսիկի Սպիրյանը։ Այնուհետև գնալով արդեն մթնոլորտը ավելի է խաղաղանում, աղջիկ տղա տեսնում են, սիրահարվում են, վերջում դինելու է մեր ավանդական հարսանիքը, որտեղ ես եւ Գոհարիկը ամուսնանում ենք եւ աղասին մեր ազատբաշին է լինում եւ մեր վարպետը Ներսիկի Սպիրյանը ստանձնել է քավորի դերը, որտեղ իր երգով վերջում ողջունում է եւ հանդիսատեսին եւ մեզ իր հետաքրքիր երգով, հայոց երկիրը մնաց Արաքսի ափից անկող։ Ես քեզ ընդհատեմ մի բառ Ռուբեն ջան, երբ որ դուք այդ ուրեմն այդ պահը համերգի ժամանակ հարսանեկան այդ ուրեմն գնում էր այդ պահը։ Դահլիճը պարում էր դա մի կողմ։ Վարակույրներից այն կողմ մենք էինք պարում, որ դուք չէիք տեսնում, որովհետև դուք ինձ թվում էր, թե իսկապես իրականում մի երևի մի 1000 հոգանոց այո հարսանիք էր բեմի վրա,
չգիտեմ, մենք էլ ենք բարել, միայն դուք չէիք բարում, այնտեղ բեմում ովքեր որ աշխատում էին վարակույրներից այն կողմ, դուք նկատել եք, շարունակի Եվ ասեմ, որ համերգը այնպիսի մի արձագանք ստանձնեց, այնպիսի մի արձագանք ունեցավ, որ մինչ օրս մենք զանգեր ենք ստանում, որ մարդիկ ողջունում են, մեզ շնորհակալություն են Իհարկե հաճելի է։ Որի համար մեզ համար շատ հաճելի է դա, եւ ասեմ համերգը որոշվել էր, որ պետք է մեկ անգամ լիներ, իսկ այնպես լավ անցավ եւ չենք էլ կասկածում, որ վատ պետք է անցներ, քանի որ շատ լուրջ տրամադրված ենք համերգին եւ մոտավորապես 1 տարի աշխատել ենք հենց կոնկրետ այս համերգի համար, որովհետեւ կոնկրետ մենք եւ King մշակութային կենտրոնը ամեն մի գործարք ձեռնարկելու ժամանակ ասեմ, որ շատ լուրջ են մտածում, այնպեսին համերգներ չեն ստեղծում, որ համերգները ունենան թիթեռի կյանք։ Այնպեսի համերգ, որ համերգի մասին կարողանան խոսան եւ հաջորդական համերգները ել ավելի գեղեցիկ լինեն, ել ավելի հետաքրքիր լինեն։ Եվ այդ պատճառով ամսի 26-ին նորից կլինի նոր համերգը ասեմ նորից փոփոխություններ են լինելու, քանի որ Ես ուզում եի այդ հարցը տալ, որևէ փոփոխություն լինելու է։ Բնականաբար փոփոխություններ կլինեն, այլ ավելի հետաքրքիր բաներ կլինեն համերգի ընթացքում, նոր երգեր կլինեն, այնպես որ բոլորին հրավիրում ենք մայիսի 26-ին Ալեքս թատրոնում ժամը 19:30։ Եղավ, քանի որ մենք ուրիշ հեռախոսազանգեր ունենք, եկեք պատասխանենք, փորձենք բոլորին չենք կարող իհարկե պատասխանել, բայց ժամանակը մեր սահմանափակ է, ուրեմն պատասխանենք, որից հետո կդիտենք եւս մի տեսահոլովակ։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ ողջունել երիտասարդ կոլեկտիվին եւ հաջողություն ցանկանալ նրանց մյուս համերգին։ Որովհետեւ ես ներկա եղա ամսի 11-ին համերգին եւ շատ Մեծ բավականություն։ Այո, մի քիչ ուզում եմ կներեք, մեծ բավականություն ստացա համերգին նայելով։ Ես իրենց անունից կոչ եմ անում մեր բոլոր հայաստանցի հանդիսատեսներին։ Մի քիչ ես ասում թե եղեք, գոնե 2-2.5 ժամ մի քիչ տրամարտավարի մոտիկացեք եւ դայերներ եկեք քաջալերեք։ Խնդրեմ եմ ձեզի, չէ՞։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե ինչ, մեկ անգամ եւս հիշեցնեմ ուրեմն երկրորդ համերգային ծրագիրը տեղի ունենալու մայիսի 26-ին դարձյալ Ալեքս թատրոնում ժամը 7:30-ին եւ տոմսերի համար դուք կարող եք զանգահարել, տոմսերը պատվիրել հեռուստաէկրանին երևացող ուրեմն հեռախոսահամարներով։ Մի փոքր գովազդային դադարից հետո մենք անմիջապես նորից կվերադառնանք մեր ուղիղ եթերին։ Աղբյուր